Գիտես, Հիսուսին հանձնվելը քո հաղթանակի նախաբանն է։ Ամեն, երբ որ գալիս ես Տիրոջ առաջ, գալիս ես քո այդ ամենով, այն մեր մեջ ձևավորված են 35 տարվա ինքնասիրահարվածությունով, 47 տարվա ինքնաիմաստությունով, 21 տարվա ըմբոստությունով, հա, գալիս ենք ու ընդունում ենք մեր բանկրոտությունը Հիսուսի առաջ։ Գալիս ենք ու ասում ենք Հիսուս հանձնվում եմ։ Ամեն, երբ որ հանձնվում ես Տիրոջը, Տերը վերցնում է մեր ինքնասիրահարվածությունը, վերցնում է մեր հպարտությունը, վերցնում է մեր մեղքերը, վերցնում է մեր այդ բոլոր բաները, ինչով որ հանձնվել ենք Իրան, որպես հաղթանակի տրոֆեյ, հա, վերցնում է այդ ամենը մեզանից, ասում է արդեն ինձ պարտվել ես, այս ամեն ինչը իմն է, դու առանց սրանց ես արդեն ման գալու։ Սրանից հետո վերցրու քո օրհնված քաղցր անուշ սուրբ խաչը ու արի իմ հետևից։ Սրանք ես կոչնչացնեմ։ Ամեն, արի հանձնվենք Տիրոջը։ Երբ որ Տիրոջը հանձնվում ես, գիտես փոքր երեխան, երբ որ գալիս է հանձնվում է հոր գիրկը, ինքը չի մտածում, այս 2 կիլոմետր ոտքով պապան էս շոքին ոնց է գնալու, այդ իր խնդիրը չի, թող պապան մտածի, հա, հանձնվել է հոր գիրկը, թող գրկի ու տանի, ոնց ուզում է, դա փոքրիկի խնդիրը չի, այդ պապայի խնդիրն է, դրա համար էր Հիսուսն ասում, ձեր հոգսերը իմ վրա գցեք, հանձնվեք ինձ, հա, այդ ձեր խնդիրը չի, ոնց ինչ ձեր համար կարվի, կարաք հանձնվեք, այ մենք չենք ուզում հանձնվենք, բայց ուզում ենք, որ Հիսուսը մեր մասին հոգ տանի, պիտի ինքը հաղթի, որ կարանա մեր մասին հոգ տանի, պիտի մեր կյանքում Հիսուսը հաղթի, մինչև Հիսուսին չպարտվես, ես միշտ ասում եմ, աշխարհի ամենաուժեղ հաղթանակը Քրիստոսի ոտքերի մոտ պարտվելն է, դրանից մեծ հաղթանակ չկա այս աշխարհում, երբ որ գալիս ես ու պարտվում ես Հիսուս, ամեն, երբ որ պարտվում ես Հիսուսին, ասում է, արդեն ես իմն է, քո ամեն ինչը իմն է, թույլ տուր, ես կտրտեմ այն ամենը, ինչը որ ինձ քո մեջ փառք չի բերում, ամեն, երբ որ գալիս ես Տիրոջ առաջ ու հանձնվում ես Իրան, երբ որ գալիս ես Իր մոտ ասում ես, այ Հիսուս, գիտես ինչ եմ անում, ես որոշել եմ, կներես, բայց հպարտությունս չեմ կարա քեզ տամ, կներես, բայց ամբիցիաներս չեմ կարա տամ, մեծ պլաններ ունեմ կյանքում, դեռ, բայց բումաժնիկս հանձնում եմ քեզ, ոնց ուզում ես լցրու, դրամապանակս քեզ եմ հանձնում, մնացածի հետ գործ չունես, լցրու, որտե զարմանում ենք, թե խի չի լցնում, աշխատանքս քեզ եմ հանձնում, ապահովի ոնց ուզում ես, հանձնվում եմ այդտեղ, մնացածի հետ գործ չունես, չէ, ռուսական բառը, հա, պոլնայա կապիտուլյացիա, հա, որ վերջնական հանձնվում ես ամբողջությամբ, երբ որ ամբողջությամբ հանձնվում ենք, Հիսուսը վերցնում է ամբողջությամբ, մի ասես լավ թափ է տալիս, ինչ թափվում է, ինչ իրան պետք չի թափվում է, ասենց արդեն թեթև դատարկ մեծ վերցնում է, տնկում է իր արքայության մեջ ոնց ուզում լցնում է, հանձնվի Աստծուն ու հրաշքները կգան, ամեն, ժամանակն է Տիրոջը նվիրվել, Տիրոջ հետևից գնալ, հա, դա Աստծու կատարյալ կամքն է, հիշում եք Հիսուսը ինչ էր ասում մարդկանց, երկար բարակ չէր խոսում հետները, կողքից անցնում էր ասում էր իմ հետևից արի, իմ հետևից արի, կապ չունի դու ով ես, իմ հետևից արի, կապ չունի որ դու մաքսավոր ես, բիզնեսիդ ժամանակն է, հա, նստել ես փող ես աշխատում, իմ հետևից արի, կապ չունի որ ձկնորս ես, Պետրոս ես, հենց նոր էլ լավ մեծ ավար ես ունեցել, լիքը ձուկ ես բռնել, իմ միջոցով, բայց բռնել ես, բիզնեսդ նոր սկսել է ծաղկելը, դու իմ հետևից արի, գրված է Պետրոսը ամեն ինչ թողեց, իր հետևից գնաց, հա, դրա համար Հիսուսը ամեն իրավիճակում էդ է ուզում մեզանից, իմ հետևից արի, հիշում եք, այն երիտասարդը, որ հարուստ էր, Հիսուս ասեց գնա ինչ ունես ծախի, որ էլ մտածելու բան չունենաս, ուշքու միտքդ հարստությունը չունի, իմ հետևից արի։ Երկար բարակ չէր համոզում։ Մարդկանց կողքով անցնում էր ու լավ առումով վարակում էր իրան, հա, իրան հետևելով։ Մի հատ կպնում էր, ասում էր հետևից ես արի։ Ու մարդիկ բաժար էին անգնում։ Ասում էր լսի, լավ է որ բիզնեսիդ մեջ ես, բայց կգաս իմ հետևից։ Հավատա ինձ, չկա աշխարհում մեկը, որ գնացած լինի Հիսուսի հետևից ու հիմա փոշմանած լինի։ Չկա այդպիսի մարդ։ Դարերի ընթացքում այսօր շատերը երկնքում են, որովհետև գնացել են Հիսուսի հետևից։ Գնա մեկին հարցրու։ Այդտենց մեկը չի լինի, որ ասի, այ նենց կուզեի, ես եկել եմ Հիսուսի հետևից, բայց հիմա մի քիչ փոշմանել եմ, որ երկնքում եմ։ Նենց կուզեի մի 70 տարի մի նենց խղճուկ ճոխ կյանք անեի ու դժոխք կնայի, հիմա վառվեի դժոխքում։ Այդտենց մարդ չկա։ Չի լինի մեկը երկնքում, որ փոշմանած լինի, որ Հիսուսի հետևից է գնացել։ Հիսուսը վատ առաջարկ չի անում։
Երբ որ ասում եմ իմ հետևից արի, արի իմ հետևից, որ օրհնված լինես, արի իմ հետևից, որ հաջողակ լինես, արի իմ հետևից, որ երկինքը ժառանգես։ Ամեն։ Դրա համար ասում եմ, ամեն ինչ թողեցին, իր հետևից գնացին։ Ու այսօր Աստված մեզնից էլ է ուզում, որ մենք իր հետևից գնանք։ Ու ոչ միայն իր հետևից գնանք, այլ արժանանանք իր գովասանքին։ Գիտես, մարդը ամբողջ կյանքում ապրելով, ես ու դու, ինչքան էլ ասենք, չէ, այդ մեկը ինձ չի վերաբերվում, հա։ Մարդը իր կյանքի ընթացքում, հա, իր գործունեության, իր ապրելակերպի մեջ միշտ ձգտում է արժանանա ծափերի։ Մեկը ձգտում է արժանանա ինչ որ իր շրջապատի ծափերին, մեկը ձգտում է արժանանա ղեկավարության ծափերին։ Շատ ծնողներ տենց էլ չհասնելով, բայց ձգտում են արժանանալ իրենց երեխաների ծափերին, որ ասում են ամբողջ կյանքս պահեցի, մետացրեցի։ Մի հատ մերսի էլ չասեցին։ Մարդը իր կյանքում միշտ ձգտում է ծափերի։ Ինչքան էլ ուզում է խոնար մարդ լինի, ինչքան էլ ուզում է համեստ լինի, ամենախոնար մարդն էլ իր ներսից լավ ազգում, որ իրան ծափ են տալի։ Այդ ներքին մարդու զգացում է, որ մարդը ձգտում է, որ իրան ծափ տան։ Իրա ինչ որ Միքայելի համար ծափի արժանանա։ Մի հատ լավ գյուտ արեց ու ամբողջ աշխարհը ծափ տվեց։ Բոլորը ձգտում են ծափերի։ Իհարկե, այսօր մի քիչ այդ ծափ հասկացությունը այնքան է խեղաթուրվել, հա։ Այսօր ծափը դարել է լայք, հա, ոնց որ ասում են։ Այսօր ծափերի չեն ձգտում, լայքերի են ձգտում։ Ես զարմանում եմ, երիտասարդ աղջիկներ քրիստոնյա, տենում ես բանը, լողազ գեստով նկարվել է, գցել է Facebook, այն իր տրադիցիոն դեմքով, ասես, հա, ու սպասում է, թե ինչքան լայք են տալու իրան։ Ու գիտեք, ինչ որ մեկը Սիբիրում նստած է ցրտին, շուբայով, իր կոմպյուտերի դեմը նստած, նայում է այդ աղջկան, ու գիտեք ինչ արդարացում միշտ ունեն, չէ՞, մեր քրիստոնյաները, ծովափում նստած է ինքը, ալիքները դիմացը, որպես արդարացում, ես նկարը հո իմ համար չեմ գցել, ինձի չեմ ցույց տալի, վերևը մի հատ բան է գրված, Աստված կհանգստացնի ամեն ալիք, որ դուս է գալիս իմ դեմ։ Տեսեք, ես հոգևոր եմ, հո ինձ չեմ ցույց տալիս, նայեք ինչ եմ գրել։ Ու մեկը լայքեր է ստանում, լիքը լայքեր, ու մտածում է, ինչ լավ է, որ այսքան լայք ստացա, բայց գիտես ումից ստացար, ինչ որ մեկը Սիբիրում գայթակղվեց քո կիսամերկ մարմնից լայք դրեց։ Ու դու մտածում ես, ես ծափահարություն ստացա, ումից ստացար այդ ծափահարությունը։ Ես ապշում եմ ուղղակի մարդիկ, այնպես բաներ են իրանց անում, հա, լայք ստանալու համար, որ մեկ-մեկ մտածում ասում ես, մի հատ գնա կոմպյուտերի այն կողմը, մի հատ լայք տվողին հարց տու, ինչի է քեզի ծափահարել, հա, ինչի է այդ կնոպկան սխմել, ինչիդ համար է սխմել։ Ինչևէ, բայց մեկը մարդը սիրում է, որ այդ լայքը իրան տան, հա, կլինի ինտերնետում, կլինի ձեռքերով, հա, կլինի խոսքերով, վայ ինչ լավն ես դու, բայց մարդը ծափահարությունների կարիք ունի։ Իր կյանքում մարդը ինչքան էլ ուզենա ասի, չէ, ամեն մեկս ձգտում է ծափահարություններ ստանա։ Հարցը գիտես ինչի մեջ է, որտեղից են այդ ծափերը գալի։ Հովհաննես 5:41-44 Ես մարդկանցից փառք չեմ առնում։ Հիսուսի խոսքերն է սա։ Բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստծո սերը չունեք ձեր անձերում։ Ես իմ հոր անունով եկա եւ ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշը գա իր անունով, նրան կընդունեք։ Ինչպես կարող եք դուք հավատալ, որ իրարից եք փառք առնում, եւ այն փառքը, որ միայն Աստծուց է, չեք որոնում։ Այսօրվա խոսքը ես վերնագրել եմ այսպես. ծափեր։ Ուղղակի ծափեր։ Հիսուսը գիտեք ինչ է ասում։ Ասում է ես իմ համար ձեզանից մարդկանց ծափեր չեմ փնտրում։ Բայց դուք ասում եք մեկ այդ մյուսի ծափերն եք փնտրում։ Փոխանակ որ երկնքի ծափերը, երկնքի փառքը որոնեք։ Ասում եմ ես իմ ձեր ծափերը չեմ ուզում։ Ինձ երկնքի ծափերը երիք է, բայց դուք իրարից եք ծափեր ման գալիս։ Ամեն ինչ անում եք, որ դիմացինի դուրը գաք, որ ձեզ ծափ տա։ Իսկ երկնքի փառքը չեք որոնում։ Այս տողերը ամեն մեկին կպնում է, ամեն մեկին վերաբերվում է։ Մենք կարանք ամեն ինչ անենք, որ ինչ-որ մեկի դուրը գանք։ Մենք կարանք, գիտես ինչ, մեր սնունդի զոհաբերության հաշվին անգամ գումար հավաքել, չսնվել նորմալ, մի հատ լավ ինչ-որ երևացող մի շոր առնենք, որ բոլորը հավանեն, ասեն, ես ինչ լավ ես հագնվել։ Մենք կարող ենք շատ մարդիկ ամիսներով, տարիներով սոված են մնում, բանկի տոկոսի տակ են մնում, մանավանդ հայերի մեջ դա ընդունված բան է մի քիչ, հա,
Ինչա թե մի հատ լավ մեքենա վարեն, որ բոլորը տեսնեն ինչքան լավ մեքենա ունի, ասեն բրավո, այս եղբայրը էս ինչ լավ BMW-ա քշում։ Ես Բուլղարիայում մի մարդու էի ճանաչում, տարօրինակ մարդ էր, բայց մարդը պրոստը ծափեր էր մանգալի։ Գիտեք, ինքը ապրում էր մի հատ փոքր քաղաքում, բոլորը տեղ իրար ճանաչում էին։ Հավատա ինձ, այս մարդ էլ չեմ տեսել, այդ միակն ա եղել։ Ամեն ամիս աշխատում էր, աշխատանքը իր բան էր, աշխատավարձով աշխատանք էր։ Ամբողջ ամիսը աշխատում էր, ամբողջ ամիսը։ Երբ որ աշխատավարձ էր ստանում, այդ քաղաքի կենտրոնում կար մի հատ ռեստորան, բար ռեստորան, հա, այսպեսի շատ թանկանոց, քաղաքի ամենաթանկարժեք այդ վայրն էր, հա։ Ուրեմն ինքը գիտեք ինչի համար էր ինքը աշխատում ամբողջ ամիսը։ Ինքը ամբողջ ամիսը աշխատում էր, որպեսզի գումար հավաքի, աշխատավարձ ստանա, այսինքն հաջորդ ուրբաթ օրը երեկոյան, երբ որ աշխատավարձից հետո ուրբաթ օրը երեկոն այնտեղ էտի ամենահայտնի օրն էր հանգստանալու, էլի ուրբաթ երեկոն։ Ուրբաթ երեկոյան գնում էր այդ ռեստորանը, մենակ նստում էր մի սեղանի, կենտրոնական մի տեղ, պատվիրում էր ամենաթանկարժեք վիսկին, շշով, ոչ թե բաժակով։ Ու հետո ինչ որ մի բան, հա, իր աշխատավարձի 95%-ը տալիս էր այդ վիսկիին, ամբողջ ամիսը ապրում էր 4 հացի վրա։ Բայց այդ օրը ուզում էր, որ իրան բոլորը ծափահարեն, ասեն, նայեք ինչ ա խմում ինքը։ Ու արդեն սա քաղաքը իրան ճանաչում էր։ Ոչ թե ծափահարում էին, այլ ձեռ էին առնում։ Ասում են իր աշխատավարձի օրն է, էլի երևացել է, հա։ Բայց մարդը տեսեք, հանուն ծափահարությունների ինչի էր հասել։ Այսօր մարդիկ հանուն ծափեր ստանալու 47514 հատ պլաստիկ օպերացիա են անում, որ եսի ինչ տիկնիկի նմանվեն, կամ չգիտեմ ինչի նմանվեն, որ մարդկանցից լայքեր ստանան, ծափահարություններ ստանան։ Ու գիտես, ուզենք չուզենք, մենք ապրելու ենք ծափերի համար։ Մենք այս կյանքում ապրելու ենք ծափերի համար։ Ուզես չուզես, դու թեկուզ անգամ ասես, չէ, ես ուր ծափ, ինձ ընդհանրապես ոչ մեկ չի հետաքրքրում։ Ես ինձնով ապրում եմ, մեկը ապրում ես ծափերի համար։ Ու ես ծափերը բաժանել եմ 4 մասի։ 4 մասի, ոնց որ 4 տեղ, որ քեզ ծափ է տալիս։ Հա? 4 տեղ, որ քրիստոնյային ծափ է տալի։ Առաջինը, որ մենք կարանք արժանանանք այդ ծափերին, հա, առաջի վայրը, դա սատանան ու դևերն են, որ մենք կարանք մեր քայլերով արժանանանք իրանց ծափերին։ Ծննդոց 4-րդ գլխում 8-րդ խոսքը ես կկարդամ։ Եվ Կայենը իր Հաբել եղբոր հետ խոսեց, եւ եղավ, որ երբ որ նրանք դաշտում էին, Կայենը վեր կացավ իր եղբոր Հաբելի վրա եւ սպանեց նրան։ Երբ որ Կայենը սպանեց Հաբելին, հա, ամբողջ երկինքը ողբաց, բայց դժոխքը ծափեր տալի։ Ծափեր տալի աշխարհի առաջի մարդասպանին։ Ու Կայենը դարավ ծափահարության հերոսը, հա, դժոխքի։ Ես կյանքում ոչ մի բանի պատճառով մի թող դժոխքը քեզ ծափ տա։ Դա կործանի չէ։ Երբ որ դժոխքը մեզ ծափ է տալի, երբ որ մեկին անիծում ես, դժոխքը ծափ է տալի։ Երբ որ մեկի մասին հայոյանք ես ասում, դժոխքը ծափ է տալի։ Երբ որ մեկին խաբում ես, դժոխքը գիտես ինչ է անում։ Ծափերի հետ քեզ էլ ոգևորում է, ասում է, լսի դու ավելի շուստր ես, ավելի խորամանկ ես, ավելի շատ կարաս, ավելի խորը բաներ կարաս անես։ Արդեն քո մոտ ստացվել է, բացվել է։ Կատարելագործի, ծափերը շարժանում են։ Երբ որ մենք սխալ քայլեր ենք անում, հավատա ինձ, դժոխքը ծափ է տալի։ Դրա համար մենք պիտի ամեն ինչ անենք, որ սատանային չուրախացնենք։ Մեր գործը սատանային դեպրեսիայի մեջ գցելն է, ոչ թե ուրախացնելը։ Ամեն։ Նենց արա, որ քո ամեն մի քայլից սատանան միկրոինֆարկտ ստանա։ Հետո ապշիրնի կտաս մի օր։ Կամանց, նենց քայլեր արա, որ սատանան միկրոինֆարկտ ստանա։ Մի թող դժոխքը ուրախանա քո քայլերից։ Մի արա նենց, որ դժոխքը ասի, լսի տխուր նստած էինք։ Արթնացավ, սկսեց շարժվել, ահագին ուրախացանք։ Ահագին մեզ ուրախություն այսօր պատճառեց այս մարդը։ Չէ, դու աշկերտ բացես, պետք է սատանան ընկնի դեպրեսիայի մեջ, ընկնի թպրտա։ Դու աշկերտ բացում ես, ասում ես, մի օին էլի կխաղա գլխիս։ Հեսա էլի մի բան կանի, որ սիրտս կծակի։ Դե հերիք է էլի, կարող է ինֆարկտի դուր հասցնես։ Այո, պիտի հասցնես։ Ամեն։ Դրա համար շատ ուշադիր եղի։ Միշտ քննի քո քայլերը, արդյոք քո քայլը ինչ որ մի բան, որ արեցիր այսօր, արդյոք դա ծափահարություններ բերես դժոխքից, թե չէ։ Եթե մտածում ես, դաժե մտածում ես ու չես հասկանում, չես կարողանում պատկերացնես, տենաս սա ծափեր բերեց դժոխքից, թե չէ, ուրեմն մի արա։
Եթե չես էլ զգում դա այդքան էլ վատ է թե չէ, ավելի լավ է չանես։ Ավելի լավ է նավսյակի չմտածես, տենաս հիմա ծափահարում է դժոխքի ինձ թե չէ։ Եթե արդեն մտածում ես, ուրեմն էլ մի արա այդ բանը։ Ուրեմն արդեն լավ չի։ Մի թող դժոխքը քո քայլերով ուրախանա։ Ամեն։ Առաջինը ուրեմն, առաջի ծափահարությունները, ոչ թե առաջնայինն է ինքը, ուղղակի 4 տիպի ծափեր եմ ուզում քեզ ասեմ, հա։ Առաջի տիպը դա երբ որ սատանան ու դժոխքն է մեզ ծափ տալի, երբ որ մեր քայլերը ստիպում են իրանց ուրախանալ։ Երկրորդ տիպը դա երբ որ աշխարհն է մեզ ծափ տալի։ Երբ որ մենք մի բան ենք անում, որ աշխարհը մեզ ծափ է տալի։ Գործ Առաքելոց 12-րդ գլուխ 21-23 խոսքերը։ Մի թագավոր կար Իսրայելում, որը որ մտածում էր, որ ինքը մեծ բան է։ Ինքը ծափերի արժանի մեկն է։ Եվ գրված է 21 խոսքում. մի որոշված օր Հերովդեսը թագավորական զգեստ թագած ատյանում նստած էր եւ հրապարակավ ատենաբանում էր դեպի նրանց։ Խոսում էր սենց ճարտար, ճոխ, քաղցր, անուշ, ծափեր։ Գրված է այնց բաներ անում, հա, սենց ճոխ էր խոսում, որ ամբյոնը աղաղակեց, դա Աստծո ձայն է, ոչ թե մարդի։ Պատկերացնում եք, Հերովդեսը գիտեք ինչ էր անում, վերցրել էր կավը, վերցրել էր հում կավը ու ինքը իրան արձանն էր կերտում, հա, իրա կուրքը։ Նենց արձան էր սարքում իրան, որ բոլորը ծափ էին տալի, ասում էին, լսի, սենց բաներ մենակ Աստված կար, ասեցի մարդ չի, էս Աստված է։ Գիտես, Աստծո պատասխանը չուշացավ։ Եվ ամբողջը աղաղակում էր, թե դա Աստծո ձայն է, ոչ թե մարդի։ Եվ իսկույն Տիրոջ հրեշտակը զարկեց նրան, որովհետև Աստծուն չտվեց փառքը։ Եվ որդերով լցվեց, մեռավ։ 5 րոպե առաջ Աստված էր։ Գիտես, եթե մենք ապրում ենք, որպեսզի մեր անձի շուրջը կավից մի հատ կուրք սարքենք, որպեսզի մարդիկ ծափահարեն մեզ, հա, որպեսզի աշխարհը մեզ ծափահարի, դա շատ վտանգավոր է։ Դա շատ վտանգավոր է, երբ որ քո կենտրոնացվածությունը նրա վրա է, որ ամբողջ աշխարհը քեզ ծափ տա։ Աշխարհի դուրը գամ։ Աշխարհի համար։ Այսօր նենց հագնվեմ իշնեմ, որ բոլոր հարևանների դուրը գամ։ Լավ, գիտես ինչ վատ չի, երբ որ դու նորմալ ես հագնվում, վատ չի, որ նորմալ ես ծնվում, լավ մեքենա ես քշում, վարում։ Սա վատ չի։ Գիտես, վատը գիտես որն է, որ ինչ ծափերի ես դու ձգտում։ Ում կողմից ծափերի արժանանալու ես դու ձգտում։ Վատ չի, եթե դու այսօր մի հատ գյուտ անես, որ ամբողջ աշխարհին օգնի, բոլոր աշխարհն ասի ապրես։ Վատը նրա մեջ է, թե մենք ինչ ծափերի ենք ձգտում։ Եթե մենք ձգտում ենք աշխարհում մեր կուրքը սարքենք, Հերովդեսի օրն ենք ընկնում։ Գիտես, աշխարհը մեզ չի գնահատում, չի էլ գնահատելու։ Եթե մտածում ես, որ աշխարհը ինչ որ մի բանով քեզ գնահատելու է կամ ինձ գնահատելու է, չարաչար սխալվում ես։ Գիտես, աշխարհը Հիսուսին, կարած գրես ես քո մոտ, աշխարհը Հիսուսին 30 արծաթ գնահատեց։ Չկարծես, թե ինձ ու քեզ դրանից ավել է գնահատելու։ Հանկարծ չմտածես, որ կարող է ինձ 31 գնահատի, քեզ 32 արծաթ։ Ամենաշատ գինը, որ ինքը կարար տար, այդ 30 արծաթ էր, Հիսուսի համար են էլ։ 30 արծաթ, 30 մարկ խաղող, հիշում եք։ 30 արծաթ էր ընդամենը։ Մի կարծի, որ ինձ ու քեզ դրանից ավել կգնահատի։ Գիտես ինչքան վիրավորական է Աստծո համար, երբ որ ասում է, եթե հաճելի է տվեք ինձ իմ գինը։ Ուրիշ մի մեշոք ոսկով, որ Հուդան դավաճանածն էր, կասեր դե գայթակղվեց այդ ոսկուց էլի։ Կամ քահանաները, որ մի մեշոք ոսկի առաջարկած լնեին, կասեի դե հիմա մարդիկ գոնե Հիսուսին նորմալ գնահատեցին էլի։ Մի մեշոք ոսկի են գնահատել։ 30 արծաթ գնահատեցին։ Դրա համար մարգարեների մեջ ցավով ասում է, եթե հաճելի է տվեք իմ գինը, կշռեցին 30 արծաթ տվեցին, ասեն էսա։ Էսի մաքսիմումն է աշխարհի։ Դրանից ավել աշխարհից բան մի սպասի։ Դրանից ավել մի փորձի։ Նենց ապրեմ, որ իմ կուրսեցիները ինձի գնահատեն։ Նենց ապրեմ, որպեսզի թաղամասում բոլորը իմ հանդեպ սիրով լինեն։ 30 արծաթ։ Ոչ ավել։ Այդ մաքսիմումն է։ Մինչև որ իմանում են, որ դու քրիստոնյա ես, այնքան լավ մարդ է, այս մեր հարևանուհին այնքան հետաքրքիր լավ մարդ է, բոլորի հանդեպ սիրով, բոլորին օգնում է, այնքան լավն է, որ խոսում է, այնքան խելոք բաներ է ասում։ Մեկ էլ մի օր իմանում են, որ Հիսուսին ես հավատում։ Սա աղանդավոր ինչ գործ ունի մեր շենքում։ Սրան вообще խի են թողել մեր շենք մտնի։
Մի անգամ մի մորքուր եկավ մոտեցավ ինձ, նոր տեղափոխվել էինք միտեղ, ծառայություն պիտի սկսեինք։ Նոր մտել ենք այդ շենք։ Հենց նոր մտել ենք, բարձրացել ենք վեշերն ենք դնում տեղավորում այդ տան մեջ, այդ շենքի հեղինակությունը եկավ, մորքուր մի հատ։ Եկավ խոսում, գիտեք ինչ էր ասում ինձ, ես մինչև այսօր հիշում եմ այդ խոսքերը։ Ասում է դուք այնքան լավն եք, մի անգամից իմ դուրն եկաք, ինձ ու Աննային ասում։ Մենք էլ լավ հարևաններ ենք, մեր շենքը շատ միասնական ընկերական ընտանիք է, մենք շատ ուրախ ենք, որ դուք մեր ընտանիքում եք, շատ ուրախ ենք, կշփվենք, կտենակ ինչքան լավն ենք մենք, զգացում է, որ դուք եք շատ լավը, ոնց որ թե ամեն ինչ լավ է, չէ, լսի 30 արծաթ ավել չես գնա, ու մի անգամից գիտեք ինչ ասեց, ես նայում եմ դեմքիս, շպիտը չփոխվեց, ասեց բայց, եթե մեր շենք հավատացյալներ մտան դուս եկան ձեր տուն գնացին, մենք ձեզ կատենք, այսպես դեմքով ասեց, եկավ մոտիկ թուշս մի հատ պաչեց ու գնաց, շուրեք Աննային ասյան հուդայի համբյուրներ տվեց նոր գնաց, ես աշխարհը 30 արծաթից ավել քեզ չի գնահատելու, մի սպասի աշխարից, մի փորձի դուրը գաս բարեկամների, մորքուրի, հորքուրի, հորեղբորտողու, Հիսուսը երբեք չէր փորձում դուրը գար, անգամ այն ժամանակ, որ Մարիամը իր աղբերների հետ եկել էր իր հետևից, Ասես մամասը սպասեք գնամ մի հատ տենամ իրանց, աղբերս մամաս եկել են, ասեց ես, ով որ իմ հետևից է գալի, ինքնայիմ քույրը, եղբայրը, մայրը և այլը, ով որ իմ հետևից է գալի, մի փորձի աշխարհի դուրը գաս, դու չես կարող աշխարհի դուրը գաս, եթե ուզում ես Աստծո դուրը գաս, անհնար է, այս աշխարհի հետ մտերմությունը, թշնամությունը Աստծո հետ, Աստվածաշունչն է ասում, չես կարող երկու կողմի վրա կաղաս ու զարմանաս թե խի ես կաղում, պիտի հստակացնենք մեր քայլերը, արին հենց ապրենք, որ երկինքը մեզ ծափ տա, աշխարհը փոփոխական է, գիտես, աշխարհը կարա այսօր քեզ ծափահարի, գիտես 5 րոպե հետո կարա քեզ քարկոծի, չես հավատում, Գործ առաքելոց 14-րդ գլուխ, Պողոսն ու Բարնաբասը աղոթեցին մի հատ աշխարհիկի համար ու ինքը ապաշտմանը բժշկվեց, եւ 11-րդ խոսքում գրված է, 10 Եվ ժողովուրդը Պողոսի արածը տեսնելով իրան ձայնը բարձրացրին լիկայոներեն եւ ասեցին. Աստվածները մարդկանց նման եղած վայր եկան մեր մոտ։ Եվ Բարնաբասին Դիոս էին կոչում եւ Պողոսին Հերմես, որովհետեւ նա էր խոսքի առաջնորդը։ Եվ բայց Դիոսի քուրմը, որ քաղաքի առաջին կար, ցուլեր, պսակներ բերեց դռների մոտ եւ այն բազմության հետ կամենում էր զոհ անել։ Պատկերացնում եք Պողոս աղոթեց մեկի համար միանգամից բժշկվեց ու քաղաքը ճանաչում էր այդ մեկին, տեսան որ հրաշք կա։ Քաղաքը Պողոսին նայեց, ասեց դու Աստված ես։ Ծափահարությունները սկսվեցին։ Քաղաքի քուրմը ամենահեղինակավոր մարդն է, հա, այդ հոգևոր աշխարհում։ Ցուլ էր բերել, որ Պողոսի ոտերի առաջ մորթեր։ Ծափեր, օրկեստր, հա, արդեն գնում է ծափահարությունները։ Ոնց որ թե ամեն ինչ լավ է, լսի 30 արծաթ ավել չի կարա լինի։ Այս աշխարհին քեզ տվածը 30 արծաթից ավել չի կարա լինի։ Հավատա ինձ։ Ամեն ինչ լավ էր, ծափահարություններ, 5 րոպե հետո գիտես ինչ եղավ։ 18 Եվ Անտիոքից եւ Իկոնիոնից հրեաներ եկան, ժողովուրդներին համոզեցին եւ Պողոսին քարկոծ անելով քաղաքից դուրս քաշեցին եւ կարծում էին թե մեռած է։ Նոր է ցուլ մատաղանում իր դեմը։ Ինչ եղավ։ 5 րոպե առաջ ցուլ էին ուզում մատաղանեին Պողոսի դեմը։ Գրված է մեկ էլ հրեաներ եկան կողքի քաղաքից ասին. «Էսի Աստված չի, էսի աղանդավոր է»։ Նույն մարդիկ ով ցուլ էին ուզում մատաղանեին, հիմա քարերը վերցեցին Պողոսին, գրածա քաշ տվեցին քաղաքից դուրս, քարերով խփեցին, իմացան մեռել է, այդեն շպրտած թողեցին գնացին։ Իրանց Աստծուն, հա, հենց նոր իրանց Աստծուն ոտնատակ արեցին։ Աստված էին ընդունում արդեն Պողոսին։ Հիմա քարկոծում են, գիտես ինչի։ Աշխարհը փոփոխական է, ինձ ու քեզ 30 արծաթից ավել չի տալու։ Ինչքան ուզում ես փորձես իրա դուրս գաս։ Դե մի քիչ մոդայիկ երևամ, որ մեր կուրսում ինձից ապտան, չասեն տարօրինակ հավատացյալ է։ 30 արծաթ է։ 30 արծաթից ավել քեզ ծափ չեն տալու։ Աշխատանքից տեղը նստում եմ իրանց այդ բերերիվին բաժակ եմ չխկսնում, որ չասեն էս հավատացյալը չի խմում։ 30 արծաթից ավել չեն տալու։ Մեկը ասելու են ու հələ խայտարակ են անելու։ Հետո էլ ասել են դու էլ քեզ սուտի հավատացյալի տեղ ես դրել, հա։ Ասելու են, այս աշխարհը 30 արծաթից ավել չունի քո համար, իմ համար։ Իր մաքսիմում պլանկան 30 արծաթ է, հələ մեկ կարող է 20 տան։ Այս աշխարհը փոփոխական է, ինքը կարա քեզ այսօր ծափ տա, վաղը քեզ քարկոծի։ Տեսել ես
ֆուտբոլ խաղի ժամանակ դարպասապահի վիճակը։ Հենց մի հատ ուժեղ հարված է բռնում, բոլոր այդ երկրպագուները ծափ են տալի։ Ասում են մեր դարպասապահի նման լավ դարպասապահ չկա։ Փառք, փառք, փառք։ 5 րոպե հետո նույն դարպասապահը մի հատ գոլ է բաց թողում։ Այս փետը ինչի է մեր դարպասապահում շարժվել չգիտի, չեն կարա հանեն ուրիշին դնեն։ Էս աշխարհի դեմքն է։ Աշխարհից ավել բան մի սպասի։ Ավել ծափեր աշխարհից չեն կարա սպասենք։ Հա, ինքը փոփոխական է, այսօր ծափ կտա, վաղը կտրորի կանցնի։ Երրորդ տիպի ծափերը, հա, որոնք մենք մեր կյանքում ստանում ենք։ Դրանք եկեղեցու ծափերն են։ Երբ որ եկեղեցին մեզ ծափահարում է։ Ինչ որ մի լավ բան է անում, եկեղեցին ծափահարում է։ Հայտնություն 2-րդ գլուխ 20 խոսքը։ Հիսուսը գալիս է եկեղեցու մոտ, եկեղեցու առաջնորդի մոտ, հա, եթե սենց վերցնենք, եկեղեցու հրեշտակին ասում է. բայց քո դեմ մի քիչ բան ունեմ, որ Հեզաբել կնկան թույլ ես տալի, որ իրան մարգարեուի ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում է եւ մոլորեցնում է, որ պոռնկություն անեն եւ կուրքի մատաղ ուտեն։ Գիտես, եկեղեցում մարգարեուի կա ինչ որ, ով որ մարգարեություն է անում։ Եվ ժողովուրդն էլ ծափահարում է, մեր եկեղեցում լավ մարգարեուի կա։ Աստված եկել ասում է, լսի, քո մարգարեն սուտ մարգարե է։ Գիտես, եկեղեցում ծափերն են հարաբերական։ Երբ որ եկեղեցին մեկին ծափ է տալի, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդը արժանի է այդ ծափերին։ Գիտես, դու ես կարող եմ ստերից խելոք բաներ ասել, դու ինձ ծափ տաս։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ես այն ինչ որ ասում եմ, ես եմ անում։ Ես կարամ ուրիշ բան մտածեմ, ուրիշ բան քեզ ասեմ, ու դու ծափահարես ինձ։ Քո կողքի նստողը կարա քեզ շուրթերով օրհնի, դու իրան ծափահարես, ասես ինչ լավն է, բայց ինքը ներսից նախանձի քեզ։ Հավատա ինձ, եկեղեցու ծափերը իհարկե փառք Տիրոջը, մենք ուզում ենք եկեղեցում ծափեր լինի, ուզում ենք որ մեկս մյուսին բարձրացնենք, մեկս մյուսին գովենք, հա, բայց դա էլ է հարաբերական։ Ոչ մեկ չի կարա իմ ներսը քո ներսը իմանա։ Մենք ծափահարում ենք, գիտես հաճախ եկեղեցում ոնց ենք ծափահարում, աշկերով ու ականջներով, բայց ոչ սրտով։ Որովհետև մեր տեսածն ու մեր լսածն է մեզ թույլ տալի ծափահարենք։ Եղբայրը եկեղեցուն միկրոֆոն է օրհնել։ Ամբողջ եկեղեցին ծափ է տալիս, ասում են, «Էս ինչ լավ աղբեր է, Աստված օրհնի, էս ինչ մեծ սրտով աղբեր է»։ Աստված երկնքից նայում ասում է, «Լսի, ես քեզ 3 միլիոն դոլար եմ օրհնել։ Ոչ 10-րդ տվեցիր, ոչ զոհաբերություն։ $200 մի հատ միկրոֆոն բարձրացրել ես դիմացդ, հա, որ բոլորին ցույց տաս, տեսեք ես ինչ զոհաբերող եմ։ Ինչ կարծիք ես երկնքում ուրախանում են իր արածի համար։ Դրա համար եկեղեցում են շատ հաճախ կարան ծափահարություններ լինեն, որոնք որ իրական ծափեր չեն, որոնց որ մենք արժանի չենք։ Որովհետև եկեղեցին ինքը մարդկանցից է բաղկացած, ովքեր աշկերով ու ականջներով են ծափահարում։ Մի ուրիշ եկեղեցու մասին գիտես ինչ է ասում հայտնությունը։ 3-րդ գլխի 14 խոսքից կկարդամ։ Եվ Լավոդիկիա եկեղեցու հրեշտակին գրի, այս է ասում ամենը, հավատարիմ եւ ճշմարիտ վկան, Աստծո արարածների սկիզբը։ Գիտեմ քո գործերը ոչ ցուրտ ես, ոչ տաք, ով թե ցուրտ լիներ կամ տաք։ Ուրեմն որովհետեւ գաղջ ես եւ ոչ տաք, ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանից։ Տեսեք, հիմա ստեղից սկսում է բացատրել Աստված, ինչի է դեմ եկեղեցուն ես։ Գրում է, որովհետեւ ասում ես, թե ես հարուստ եմ։ Պատկերացնում եք ծափեր։ Լսել եք այս եկեղեցին հարուստ եկեղեցի է։ Իր շենքը ունի, իր հանգստյան տունը ունի, 3-4 հատ շենք ունի նոր սարքած։ Ասում է, որովհետև ասում ես, թե հարուստ եմ եւ մեծացա։ Այն եկեղեցին լուրջ օրհնված եկեղեցի է, 50,000 անդամ ունի։ Եվ ոչ մի բանի կարոտ չեմ։ Տեսեք ուր է հասել, տեսեք ծափահարությունները ուր կարա տանի, հա, եկեղեցում։ Հասել է նրա, որ եկեղեցին մտածում է, որ ինքը հարուստ է, որ ինքը արդեն մեծացել է, վերջում էլ ամենավիրավորականը, որ Աստծո հանդեպ ոչ մի բանի կարոտ չեմ։ Երբ որ մարդը կամ եկեղեցին մտածում է, որ ինքը արդեն ամեն ինչ ունի, էլ ոչ մի բանի կարոտ չեմ։ Աստված, գիտեք ինչ ասում եկեղեցուն, հենց այդ Լավոդիկիա եկեղեցուն ասում է, մտածում ես հարուստ ես, մտածում ես մեծացար ու ոչ մի բանի կարոտ չես, հիմա ես ասեմ, ես ոնց եմ քեզ տեսնում։ Տեսեք ինչ է ասում։ Բայց չգիտես, թե դու թշվառ ես եւ ողորմելի եւ աղքատ եւ կույր ես եւ մերկ ես։ 50,000-անոց եկեղեցի է, իր սեփական դահլիճով։
27 տարվա մեծացել է։ Եկեղեցի է։ Կողքից բոլորը նայում ասում են, մեր երկրի ամենամեծ եկեղեցին է։ Աստված նայում ասում է, լսի, դու գիտես դու հարուստ ես, դու գիտես որ դու մեծացել ես, ու դու գիտես որ դու ոչի բանի կարոտ չես։ Դե հիմա լսի ես ինչ եմ ասում։ Դու թշվառ ես, դու ողորմելի ես, վերջում էլ ասում եմ մերկ ես։ Գիտես ինչ է նշանակում մերկ։ Մերկ մնում այն մարդը, ում որ տանում են գերեզման, որ հետը ոչ մի բան չի կարող տանի, որովհետև չունի ոչ մի բան հետը տանելու։ Այն մերկ մարդ հետա, որ էլ ոչ մի բան չունի։ Աստված նայում ասում է, դու լրիվ աղքատ ես, բան չունես, մի հատ գրպան չունես, մեջը մի ռուբլի դնես, հա, դու մերկ ես։ Դրա համար շատ հաճախ մենք մտածում ենք մարդկային աշկերով նայելով ասում ենք, վայ, այս ինչ լավ է, ծափահարենք։ Գիտես դու կարաս, ես կարամ հենց հիմա ասես վերին մի հատ գաղափար ասեմ, ինձ ծափահարես։ Բայց ինչ ես իմանում, ներսումս ինչ եմ մտածում։ Միգուցե նայում եմ քեզ ասում եմ, լսի, այս ինչ է այս գյուղացու Պրիչեսկայով եկել։ Մոսկվայի կենտրոնում է, ինչի ասես Պրիչեսկա արել։ Ինչ ես իմանում։ Ինչ ես իմանում։ Ինչ ես իմանում։ Միգուցե նստում ես մեկի կողքը, մեկը քեզ ասում է, լսի, ես ապշած եմ, ինչ ճաշակով ես հագնվում։ Ու մտքում հասկանում ես արդեն ինչ է մտածում։ Ես քո մասին չեմ ասում, սիրելիս, մենք պիտի ճիշտ բաներ մտածենք, ճիշտ բաներ խոսանք։ Ես ուղղակի խոսում եմ, որ մենք չպիտի փորձենք եկեղեցուց ծափեր խնդրել, հա? Եկեղեցուց ծափեր վերցնել։ Անենց ապրեմ, որ եկեղեցին ինձ ծափահարի։ Անենց քարոզեմ, որ դուք ինձ ծափահարեք։ Գիտես, եկեղեցու ծափերը դեռ երկինք գնալու նշան չի։ Եկեղեցում ծափեր ստանալը դեռ մանդատ չի, որով կարաս մտնես երկինք։ Հիշում եք Հիսուսն ինչ էր ասում էր. «Վայ ձեզ փարիսեցիներ, որ դեմքներդ ու շորերդ ծռում եք, որ ծոմ պահող երևաք»։ Դա եկեղեցու ծափերի մասին է։ Ինչ ա եղել, դեմքդ մի քիչ դուրս չի գալի, դե ես մի շաբաթա ծոմ եմ։ Ծափահարեք ինձ, ես ծոմ եմ։ Խի ասենց աշկերը տուրած, սաղ գիշեր աղոթել եմ։ Ասում եմ, վայ ձեզ, եթե եկեղեցում ծափեր եք ման գալիս։ Ծոմ պահելուց ասում եմ, նենց արա մարդ չիմանա։ Աղոթելուց նենց արա մարդ չիմանա, որ իր համար աղոթել ես։ Գիտես, ես մի շաբաթա քո համար աղոթում եմ, վրեդ փոփոխություն չկա։ Չէ, ու նրա համար չեմ ասում, որ իմանաս, որ աղոթում եմ։ Պրոստը հետաքրքիր է, փոփոխություն կա։ Սուտ փոփոխության խաթր, չէ, այն պահը, որ ես աղոթում եմ, որ ինձ մի քիչ ծափահարի հիմա մտքումը, դա չէ։ Ուղղակի ուզում եմ իմանալ, փոփոխություն եղավ մոտդ, շարունակեմ աղոթելը թե չէ, բայց իրականում ուզում եմ գնաս տուն տնեցինին ասես, գիտեք Արտուրն էս լավ տղա է, ես մի շաբաթա իմ համար աղոթում եմ։ 4-րդ տիպի ծափերը, որ մեր կյանքում մենք կարանք ստանանք։ Դա այն ծափերը, երբ որ երկինքն է մեզ ծափահարում։ Հայտնություն 3-րդ գլուխ 4 եւ 5 խոսքերը։ Բայց մի քանի անձիկ ունեմ Սարդեսի մեջ էլ, որ իրանց հանդերձները չկեղտոտեցրին եւ նրանք սպիտակներով ման կգան իմ հետ, որովհետեւ արժանի են, ով որ հաղթում է նա սպիտակ հանդերձներ կհագնի եւ նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի եւ կդավանեմ նրա անունը իմ հոր առաջին եւ նրա հրեշտակների առաջին։ Ստեղ մի հետաքրքիր բան է ասում, գիտես։ Նախ ասում է մի քանիսին սպիտակ շորեր կտամ, որովհետև արժանի են։ Ուրիշ խոսքերով ասած, իրանք արժանի են ծափահարության։ Հետո էլ գիտեք ինչ ասում, ասում է, այ իրանց անունները կյանքի գրքից չեմ ջնջի։ Այսինքն մարդիկ կան, ում անունները կյանքի գրքից ջնջվելու է, հա, ոնց գրվել են, հենց է ջնջվելու է։ Այն րոպեին, որ ապաշխարեց, գրվեց։ Այն րոպեին, որ սկսեց արդեն նենց ապրել, որ դժոխքն է իրան ուրախանում ծափ տալիս, կամաց ռետինը երկնային աշխատում է իր անունի վրա։ Ու հետո մենք գտնում ենք չկա այդ անունը։ Ասում է, ով որ հաղթեց, իր անունը չեմ ջնջի։ Կյանքի գրքից, որտեղ գրված է շատերի անունը, հա, արդեն։ Որտեղ հենց դու Հիսուսին ընդունում ես, քո անունը կյանքի գրքում գրվում է։ Արեք հրեշտակներին չծանրաբեռնենք, հա, երկնային ռետինով մեր կյանքերի վրա։ Որ իրանք հա ռետինը չվերցնեն, ես մեկն էլ գնաց։ Հետո ասում է, մի քանի հոգի ունես, ում ես ծափ եմ տալիս, ով երկնային ծափերի է արժանանում։ Գիտես, արին հենց ապրենք, որ երկինքը մեզ ծափ տա։ Երկինքը մեզ ծափ տա։ Հավատա ինձ, եկեղեցու ծափը անցողի կա, աշխարհի ծափը անցողի կա, երկնքինը մնայուն է։ Գիտես ինչի, երկնքում
փոփոխական բան չկա, երկնքում կեղծիք չկա, երկինքը տեսնում է քո սիրտը, երկինքը քո սրտին է ծափ տալի, ոչ թե քո քայլերին։ Քայլերը կարան խաբուսիկ լինեն մարդկանց առաջ, բայց սիրտը չի կարա խաբուսիկ լինի։ Դու չես կարա, դու քո մեջ քո սրտին խաբես, չէ՞։ Հեճեղել է սրտիդ խաբես։ Սիրտը սիրահարված է ինչ-որ մեկին։ Հացել չես կարողանում ուտես։ Ու դու ծրագիր ես մշակում, նստում ես, թուղթուգրիչը վերցնում ես ու մտածում ես, ոնց անեմ 3 օրվա մեջ սրտից խաբեմ, չհասկանա ոնց ֆռացրեցի, էլ չի սիրում այդ մարդուն։ Չէ, ծնողներն են փորձում խաբեն մարդուն, եթե տեսնում են իր սիրարվածի հակառակ կողմի անձնավորությունը դուրները չի գալիս։ Բայց դու չես կարա քո սրտին խաբես։ Դու չես կարա ասես խաբեմ սրտիս, այս մարդու պարտքը հետ չտամ։ Դու ինքդ ներսում քո չես կարա ոչ մի բանի խաբես։ Սիրտը մեր դեգուստացիան է, հա։ Մեր սիրտը այնտեղն է, որտեղ ամեն ինչ բարձ է։ Մենք չենք կարա մեր սրտի մեջ ֆոկուս անենք, բայց մարդկանց հանդեպ կարողանում ենք ինչ-որ բաներ անել։ Մարդը ընդհանրապես որ մեզ ծափ է տալիս, ինքը ծափ է տալիս աշկերով ու ականջներով։ Երկինքը մեզ ծափ է տալիս սրտով։ Երկինքը ծափ է տալի, երբ որ մեր սրտի մեջ տեսնում է ինչա կատարվում, երբ որ մեր քայլերը Տիրոջը փառք են բերում։ Ամեն, այնց ապրի, որ երկինքը քեզ ծափ տա, որ ամեն մի քայլիդ համար երկնքում բարձր ավացիա լինի, հա, որ ավացիա ամբողջ երկինքը ավացիա անի։ Աշկերտ բացել ես, հրեշտակներն ասում են, հələ սուս է քեզ, ձեռները պահեք, 1, 2, ծափ։ Որտեվ 5 րոպե աշկերը բացել է, արդեն զանգել է մեկին մխիթարել է։ 15 րոպե հետո արդեն ձվածեղա սարքել տարել է հարևան Մարուսյա տատիկին հյուրասիրի։ Երկինքը ծափ տա։ Ոչ մեկ չի իմանում, որ դու Մարուսյա տատիկին հյուրասիրել ես։ Մենակ երկինքն է իմանում։ Երբ որ երկինքն է իմանում, ինքն է ծափ տալի։ Գիտես, ես ծառայություն եմ անցկացնում, ես չեմ աղոթում Տեր Աստված, նենց հրա թող հաջողված ծառայություն լինի, որ վերջում էլ ծափ տան ժողովուրդը, որ ասեմ, այսօր էլ լավ ստացվեց։ Ես միշտ աղոթում ասեմ Տեր Աստված, նենց ծառայություն լինի, որ գոնե մեկը գոնե այսքան փոխված գնա տուն։ Գիտես, դու կասես երևի շատ խոնար ես, հա։ Չէ, խոնար չեմ։ Ինչքան որ խոնար եմ, ես չգիտեմ, բայց նենց խոնար չեմ, որ ասեմ, «Ոյ, գիտեք, ինձ ծափահարություններ չի պետք»։ Ես մաքսիմալիստ եմ, սիրելիս։ Ես մաքսիմալիստ եմ։ Ես գիտես ինչ եմ ուզում։ Ուզում եմ, եթե ինձ ծափ տալ է, թող երկինքը ծափ տա։ Ավելի լավ է ամբողջ աշխարհը գոռա, բայց երկինքը ծափ տա։ Ես ամեն ինչ ուզում եմ անեմ իմ կյանքում, որ ինձ երկինքը միշտ ծափ տա։ Որ իմ բոլոր քայլերը հանգեցնեն նրան, որ երկինքը ինձ ծափ տա։ Երբ որ դրա մասին ես մտածում, ել չես հոգում նրա համար, այսօր ոնց ինձ պահեմ, որ մարդկանց դուրը գամ։ Այսօր ինչ մեքենա վարեմ, որ հարևաններիս մոտ հեղինակությունս բարձրանա։ Այսօր աշխատանքի տեղը ոնց ինձ պահեմ, որ մի քիչ ավելի շատ մարդ ինձ սիրի։ Երբ որ մտածում ես, որ այսօր ոնց անեմ, որ երկինքը ինձ ծափ տա։ Այդ օրը նոր մեքենա ես ունենում, ժողովուրդն էլ սկսում քեզ սիրել, լիքը բաները քո կյանքում փոխվում է։ Որտեվ քո նպատակը մենակ մեկն է, երկնքում ինձ ծափ տան։ Երբեք չթողես դժոխքը քեզ ծափ տա։ Երբեք չթողես քո քայլերի պատճառով դժոխքը ուրախանա։ Ամեն ինչ արա, որ գիտես ինչ, ավացիայի տակ մտնես երկինք։ Հռոմեական կայսրությունում գիտեք ոնց էր, հաղթանակներից հետո մտնում կայսրու իր զորքը քաղաք։ Ամբողջ Հռոմը ծափահարությունների մեջ էր, գոռում էր ամբողջ Հռոմը, եւ թագավորը մտնում էր դիմացից իր տրաֆեիներով։ Իր այդ ամբողջ գրաված տարածքներից բերված հարստություններով, թագավորներով, ստրուկի նման արդեն։ Ու բոլորը գոռում էին, անգամ արկաներ էին սարքում, այսպիսի տրիումֆալնի արկա էր կոչվում։ Տրիումֆով էին մտնում քաղաք։ Ես ուզում եմ տրիումֆով մտնեմ երկինք։ Դրա մեջ վատ բան չկա, գիտես։ Կապ չունի թե ինչ կանեն, ծափ կտան, կգոռան, չեն գոռա, դա ինձ չի հետաքրքրում։ Ինձ պետք է որ ես էլի եմ ասում, ես մաքսիմալիստ եմ։ Ես ուզում եմ մաքսիմումով ծափերի ներքո մտնեմ երկինք։ Ոչ մեկից կախված չի, ինձանից է կախված։ Քո ծափերով երկինք մտնելը մենակ քեզնից է կախված։ Ոչ մեկից կախված չի։ Ես չեմ ուզում գիտեք ոնց էին մտնում Հռոմ պարտված զորքը։ Ոնց որ Աստվածաշունչն է ասում, գիշերը գողի նման, հա։
Իրիկունը որ մարդ հանգարտ չտենա մենք ոնց մտանք։ Պարտված զորքը։ Ես չեմ ուզում մի կերպ հասնեմ երկինք։ Այնքան որ սենց գիշերվա կեսին մի հատ հրեշտակ գա, սենց չնայած ընդ գիշեր չկա, բայց հատուկ իմ համար մութ լինի, որ խայտարակ չլնեմ։ Մի հատ հրեշտակ ֆանարիկով գա սենց, ասի արի ես գախտնի են ներքին դռներով մի ձև մտցնեմ երկինք, հանգարց Հիսուսը չտենա խայտարակ լնես։ Չէ, ես ուզում եմ ես տրիումֆալնի մտնեմ երկինք, ուզում եմ ամբողջ երկինքը ծափահարի։ Ուզում եմ Հիսուսը գա ինձ դիմավորի։ Հա? Ու ցերեկով։ Ու ես սենց ուրախ մտնեմ։ Ումից է կախված։ Նայած ինչ ծափեր եմ ես ուզում, էդ էլ արժանանում եմ։ Եթե աշխարհի ծափերն ես ուզում, հավատա ինձ, այնքան հեշտ է աշխարհի ծափերը ստանալը։ Եթե դիվային աշխարհի ծափերն ես ուզում, այնքան հեշտ է ստանալը։ Ցանկացած վատարարքիդ համար ընդ ավացիա է գնում։ Եկեղեցու ծափերն էլ է հեշտ ստանալը։ Հերիքա դեմքիս ընդունեմ հոլիվուդյան ժպիտ։ Հա, ասեն ժպիտով մտնեմ եկեղեցի, ժպիտով դուրս գամ, բոլորի ծափերին եմ արժանանալու։ Ասեն նես լավ քուրիկ է, նես լավ եղբայր է։ Միշտ շփտում է։ Բայց ներսի ինչա ոչ մեկ չգիտի։ Բայց եթե ուզում ես երկնքի ծափերին արժանանաս, հա, պիտի մոռանաս բոլոր այն ծափերը մինչև այդ։ Պիտի չմտածես ոչ սատանայի ծափերի մասին, պիտի չմտածես ոչ աշխարհի ծափերի մասին, պիտի չմտածես ինչու՞ չէ ոչ եկեղեցու ծափերի մասին։ Սա չի նշանակում, որ նամրոտ դեմքով գամ, որ հանգարտ ծափ չտան։ Չէ։ Արի նորմալ դեմքով, էլի ժպտա, բայց թող ուշքու միտքը չլինի լայքեր հավաքելը, հա, մարդկանցից։ Մի հատ էլ լայք տվեցին այսօր ինձ։ Այնց արա որ երկնային լայքեր ստանաս, հա։ Երկնային լայքեր ստացի։ Ապրինենց որ երկինքը քեզ ծափ տա։ Որ գնաս երկինք, ամբողջ երկինքը հավաքվի, ասեն այսօր հատուկ օր է, ինչ ա եղել։ Արմինին է գալիս։ Բոլորովս պիտի դիմավորենք։ Ո՞վ է Արմինեն։ Հրենայի հրեշտակն է ցույց տալի, ո՞նց ով Արմինեն։ Տեսնում ես ձեռքերիս մեջի մազոնները։ Իրան ծափ տալուց է այս մազոնները սեղել։ Ամբողջ օրը իրան ծափ ենք տալի երկնքից։ Այնքան լավ բաներ է արել։ Ոչ մեկից կախված չի, հենց քեզնից է կախված, հենց ինձնից է կախված։ Իմ ծափերը ես եմ ստի աշխատում։ Ամեն։ Քո ծափերը դու ես աշխատում։ Իրար պարտքով ծափ չենք կարատանք երկնքի համար։ Դու ես որոշում ինչ ծափերի արժանանաս։ Ամեն ինչ քո ձեռքերում է։ Արի ոտքի կանգնենք։ Հռոմեացիս 2:28-29 խոսքերը։ Որովհետև նա չի հրեա, ով դրսի երևույթով է, եւ այն չի թլպատությունը, որ մարմնով է դրսի երևույթով։ Այն նա է, որ ծածուկ հրեա է եւ սրտի թլպատությունը, հոգով եւ ոչ թե գրով, որի գովասանքը ոչ թե մարդկանցից է, այլ Աստծուց։ Գիտես ինչ ասում։ Եթե այսօրվա բառերով խոսանք, նա չի քրիստոնյա, ով որ դրսի երևույթով է քրիստոնյա։ Ասում նա չի հրեա, ով որ արտաքին թլպատություն ունի։ Նա է հրեա, ով որ սրտի թլպատություն ունի։ Ում գովասանքը, ում ծափերը ոչ թե երկրից է գրված է, այլ Աստծուց է։ Ապրի նենց, որ Աստված երկինքը քեզ ծափ տա։ Ամեն։ Արի նենց ապրենք, որ դժոխքին հասցնենք ինֆարկտի դուր, երկնքին ավացյաների։ Ամեն։ Մի ինգի ոչ մի տեսակի ծափերի հետևից միայն երկնայինը։ Նենց արա որ տրիումֆով մտնես երկինք, երբ որ կմտնես։ Գիտես ինչ, արի նենց ապրենք, որ երկինքը այդ օրվան սպասի։ Այդ օրվան սպասի։ Երբ է գալու այդ օրը, այս մարդը սենց մտնի մենք ավացիա անենք։ Սա չի նշանակում, որ քեզ մի օր շուտ տանեն, որ անեն, հա։ Սրա մասին չեմ խոսում, բայց արի նենց ապրենք, որ երկինքն է սպասի դրան։ Ոչ թե հրեշտակները նայեն ու ասեն, ու ես էլ պիտի գա երկինք, հա։ Լավ ես մեր կպրիչում։ Հա հասկացանք Հիսուսը խաչվել է իր համար, անուն է տվել, բայց հրանայք մի հատ ծափահարություն չկա երկնքում։ Մի հատ ծափի չի արժանացել, հա ընդունել է Հիսուսին, անունը գործել է, մաքրել է։ Բա ծափերը։ Արի աղոթենք, որ մեր կյանքը, ամեն մեկիս կյանքը, ամեն մեկիս ամեն քայլը արժանանա երկնային ծափերի։ Ամեն։